Բարև կարևոր կանգառից։ Շիրակի հանրային հեռուստաընկերության եթերում մենք շարունակում ենք ամբողջացնել Դեղցանիկի պատմությունը կարևոր կանգառից առաջ։ Լենինականի առաջին եւ միակ վոկալ-գործիքային համույթն այս տարիներին շարունակում էր հաստատուն քայլերով շարժվել առաջ եւ փայլուն ելույթներ ունենալ ինչպես հարազատ քաղաքում, այնպես էլ մայրաքաղաք Երևանում եւ հանրապետության տարբեր շրջաններում։ Ինչպես գիտենք, մանկապատանեկան համույթն ակտիվորեն համագործակցում էր նաեւ հանրապետությունում սիրված եւ ճանաչված երգիչ-երգչուհիների հետ։ Կազմակերպված համատեղ համերգներն ավելի մեծ ճանաչում բերեցին Դեղցանիկին։ Այս ամենին զուգահեռ Դեղցանիկը շարունակում էր մասնակցել նաեւ հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս կազմակերպված փառատոներին, մանկական վոկալ-գործիքային համույթների մեջ առանձնանալով իր ձեռագրով եւ գրանցելով նոր հաջողություններ։ 1988 թվականը սակայն բեկում մտցրեց նաեւ Դեղցանիկի ստեղծագործական կենսագրության մեջ։ Ավերված քաղաքում բնականաբար Դեղցանիկը եւս ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել փորձերը, կարճ ժամանակ անց սակայն նորից վերսկսելու մտադրությամբ։ Ուսումնականների վերջին տարիները Դեղցանիկի հետ է անցկացրել նաեւ կարևոր կանգառի մեր այսօրվա հյուրը։ Ողջույն Արա, որքան էլ զարմանալի է, դուք եւս դեղցանիկցի եք։ Պատմեք, թե ինչն է կապում ձեզ Դեղցանիկի հետ։ Ասեմ, որ 1986 թվականից մինչև 88 թվականը ես Դեղցանիկում եմ եղել, նվագել եմ հարվածային գործիքներ։ Շատ հետաքրքիր օրեր ենք ունեցել, շատ լավ համերգներ ենք տվել եւ ասեմ, որ շատ նաեւ զվարճալի պատմություններ ենք նաև ունեցել։ Այն ժամանակ ցայնագրությունները կատարում էին փոքրիկ կասետների վրա, մագնիտոֆոնի, եւ համերգից մի օր առաջ այդ կասետայի լենտը փչացավ եւ ես եւ Գեր Թակվորյանը սկսեցինք հարտուգել այդ լենտը, որովհետեւ կարողանայինք այդ համերգը տալ, որտեղ այնպեսներ էր, որ պետք է ֆոնոգրամայով դուրս գայինք։ Իսկ հետո արդեն երկրաշարժից հետո 2000 թվականից բոլոր ցայնագրությունները Դեղցանիկի առայսօր կատարվում էին մոտ Հորիզոն ստուդիայում, աշխատում ենք իրար հետ եւ միևնույնն է, ես ինձ համարում եմ Դեղցանիկի սան դեռ ողջունում եմ նախագիծը եւ վստահ եմ, որ հաջորդ կանգառը, որը լինելու է Երևանում, հիանալի համերգ կլինի, ինչպես միշտ փայլել է Դեղցանիկը, նույն ձև Երևանում է փայլելու եւ շատ մարդիկ զարմանալու են այդ խումբը լսելու, եթե այն մարդիկ ովքեր չեն լսել այդ խումբը։ Եվ վստահ եմ, որ ավելի շատ լավ համերգներ կունենա հետագայում Դեղցանիկը, որովհետեւ գնալով իր գործունեությունը ավելի ծավալվում է եւ ավելի ու ավելի գնում է դեպի պրոֆեսիոնալիզմ։ Կարևոր կանգառից այսօր այսքանը, մեր տեսախցիկն ինչպես միշտ կարևոր փորձերին կհետևի նաև փորձասենյակից, իսկ մենք կհանդիպենք հաջորդ կանգառում։ Առայժմ Նշեմ, որ խումբը ինձ համար շատ հարազատ խումբ է, ես դեռ
ձեր տարիքին է, երբ լսում եմ ես խմբի մասին, երբ խմբի կարևորության մասին խոսում էին մեր ծնողները, մեր տարիքային խմբի մարդկանց ծնողները, որոնք նշում էին, որ տեխնիկը այն երաժշտական դարբնոցներից է, որտեղով պիտի անցնի ցանկացած արվեստագետ, որը հետագա երգարվեստում ճանապարհ ունի, եւ գիտեք, ձեր մեծ սերունդները, այն սերունդի ներկայացուցիչները, որոնք որ ձեր տարիքում եղել են տեխնիկում, հիմա արդեն մեծ են, իրենք ինձ մշակութային ճանապարհ են անցել ու հանրապետության մասշտաբով եւ ոչ միայն հանրապետության մասշտաբով ինչ կարեւորագույն մշակութային ուղի են բռնել եւ ինչ հանրաճանաչության են հասել եւ երբ որ վերադառնում ենք իրենց արմատներ, պարտադիր նրանք սկսել են տեխնիկից եւ տեխնիկը ցանկացած ծնողի համար դա պիտի լինի այն ճիշտ ճանապարհը, երբ որ իր երեխային ուզում է ուղղորդել դեպի երկարվեստ, դա պիտի լինի անմիջապես տեխնիկի խողովակի միջոցով, եթե ուզում է որ իր երեխան հետագայում ստանա ճիշտ կրթություն, մասնագիտական ճիշտ խորհուրդներ եւ իր երեխային մեծ բեմը ընդունի գրկաբաց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը տվյալ ոլորտում տեխնիկը շատ կարևորագույն օղակ է, որ պիտի անցնի երկարվեստի ճանապարհը բռնած ցանկացած մարդ, նաև դուք գիտեք, թե ինչ հայտնի անուններ է տվել տեխնիկը եւ այսօր քաղաքը եթե ունի հպարտանալու շատ տեղեր, դրանցից եթե իր ուրույն տեղն ունի երկարվեստը, ապա դրա հիմքերը բոլորի բերում հասնում են տեխնիկ եւ տեխնիկցի լինելը դա պատիվ է։ Մարդ որ ասում է ես տեխնիկ եմ, ոնց որ գյումրեցի լինելն է պատիվ, տեխնիկցի լինելը դա արդեն երկակի պատիվ է, որովհետեւ դուք ունեք երկու առավելություն, եւ գյումրեցի եք եւ տեխնիկցի եք։ Տեխնիկը երբեք չի դադարեցնում զարմացնել, տեխնիկը երբեք չի դադարեցնում հիացնել ու տեխնիկը երբեք չի կանգ առնում նորանոր գաղափարների փնտրտուքի ճանապարհին եւ այս նախագիծը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ցանկացած մանկահասակ երեխա, եթե ուզում է բռնել երկարվեստի ճանապարհը, նա անպայման պիտի սկսի տեխնիկից։ Հաջողություններ եմ մաղթում մեր տեխնիկին, հաջողություններ եմ մաղթում ձեր տեխնիկին եւ հաջողություններ եմ մաղթում այս երկրի կարևորագույն մշակութային կառույցներից մեկին, մեր եւ ձեր տեխնիկին։